Ողջույն հարգելի հայրենակիցներ, մեր Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի զանգվածը բողոքում են Քոչարյանը, որ իբր թե իր 10 տարվա ընթացքում շատ վատ քայլեր է արել, Ռուսաստանին է հանձնել, եւ այլն։ Մի խոսքով, հիմա ես ձեզ համեմատականներ եմ անցկացնում, դուք գնահատականներ տվեք։ Նիկոլը, Սերժը, Քոչարյանը, Լևոնը։ Լևոնի վախտով երկիրը քանդեցին, սաղ տվեցին, ամեն ինչ թափթազա խառատային հաստոցներով Հրանտ Բագրատյանի գլխավորությունով տվին պարսիկներին։ Ես փոքր երեխա հիշում եմ, տան պարսիկներին ձուլեն, մեզ երկաթով գյուլեն։ Քոչարյանը եկավ, գույք բարքի դիմաց ասենք տվեց Ռուսաստանին, բայց լույսը բացվեց հայ ազգի վրա։ Քոչարյանը եկավ, տնտեսությունը աճեց։ Քոչարյանի գալուց 1,5 միլիոն հայ վերադարձել Հայաստանում բնակվելու։ Քոչարյանի գալուց Գյումրիի եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժի բնակարանից քինությունը կառուցվել։ Քոչարյանի գալուց անառիկ բանակա կառուցվել։ Քոչարյանը միակ մարդն ա եղել, որ միթից հող չի տվել 4-ի մեջ։ Քոչարյանից աղուսարսափ էին ապրում հարևան թուրքերը։ Քոչարյանը բարիդրացիական հարաբերություն հաստատեց ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ բոլոր երկրների հետ դիվանագիտական սերտ կապերը ստեղծեց։ Հայաստանի Հանրապետությունում այնքան քայլեր, գործունեություններ ծավալեց Ռոբերտ Քոչարյանը, որ տնտեսական աճը զարգացավ ու Քոչարյանի վախտով ամեն ինչ ունեցավ արժեք, երկիրը, պետությունը որպես պետություն, պետականություն, դու դա ինչու չեք գնահատում։ Ես ոչ Քոչարյանի թիմից եմ, ոչ էլ իր հետ առնչվել եմ երբևիցե, բայց այս պահին իրան միակ մեղադրելը սխալ է։ Ես կողմնակից եմ կոալիցիոն կառավարությանը։ Քոչարյանն էլ պետք է լինի, Սամվել Կարապետյանն էլ պետք է լինի, Ծառուկյանն էլ պետք է լինի, Վարդան Ղուկասյանն էլ պետք է լինի, դեռևս այդ 4-ը իրական ընդդիմադիրները։ Վարդան Ղուկասյանը գերագույն ընդդիմությունն է, Սամվել Կարապետյանն էլ ոչ բացասական պիտակ ունեցող քաղաքական գործիչ ներկա պահին։ Էնպես որ դուք այսքան բաները թողել եք ընկել եք Քոչարյանի ջանին, ինչ են ձեզ հաղորդել։ Մի հատ ուշքի եկեք, հիշեք Քոչարյանի տարիներին ինչ է ձև եք ապրում, հիմա ոնց եք ապրում։ Ծայրահեղությունից ծայրահեղություն, Քոչարյանի խավը միջին խավը եղել է գրեթե 45-50%։ Էնպես որ ժողովուրդ Քոչարյանից բողոքելը շատ տգետ քայլ է։ Դուք կոչվում եք Նիկոլ Փաշինյան, ով որ Քոչարյանից բողոքում եք։ Նիկոլ Փաշինյան։ Խնդրում եմ, ժողովուրդ ջան, դիտեք եւ տարածեք։ Շնորհակալություն։